Պատճառները կարող են լինել տարբեր, սակայն հավանաբար գլխավորը մասշտաբային մտածողության պակասն է եւ պետության դերի անտեսումը։ Աստիճանական զարգացման ընթացքում քարանձավից յուղակ, ապա տուն ու բնակարան տեղափոխվելու մարդու հիմնական նպատակը ջերմության պահպանումն էր։ Այսօր քաղաքաշինությունն ու բնակարանաշինությունը ապահովում են այդ նորմալ ջերմության պայմաններում ապրելու մարդու ցանկությունները։ Աշխարհի հոգսերը թողնենք աշխարհին եւ տեսնենք, թե ինչպիսի վիճակ է 21-րդ դարի Հայաստանում։ Բնակարանների շինարարության ջերմաֆիզիկայի եւ շենքերի ջերմային պաշտպանության միջպետական շինարարական նորմերով, որոնք ընդունվել են նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, բնակելի, բուժպրոֆիլակտիկ, մանկական հաստատություններում, դպրոցներում եւ այլ շինություններում պատող կոնստրուկցիաների ջերմափոխանցման պահանջվող դիմադրության գործակիցը չպետք է ցածր լինի 2.2-ից։ Այսօրվա շինարարությունում որպես արտաքին պատ կիրառվող երկու սյուների միջև երկու շերտով պեմզաբլոկից շարված 40 սանտիմետր հաստության արտաքին պատը բավարարում է 2.2 գործակցի 1/5 մասը եւ կազմում է 0.43-ից 0.10 գործակցի։ Իսկ երկշերտ տուֆը հասցնում է այդ գործակիցը մինչև 0.78-ից 0.8։ Ակնհայտ է, որ Երևանում պատող կոնստրուկցիաների ջերմամեկուսացումը համընդհանուր կերպով բավարար չէ։ Չունենալով այսօրվա հաշվարկային մեթոդներն ու նյութերը, մեր նախապապերը տուֆից պատրաստել են շինություններ 1-ից 1.10 մետր հարտակին պատի հաստությամբ։ Փաստորեն նրանք կենսափորձի վրա հիմնվելով իրականացրել են որակյալ շինարարություն։ Քաղաքաշինության ոլորտի թերևս ամենակարևոր խնդիրը էներգախնայողությունն է։ Այս ոլորտում շինարարական նորմերն ու օրենսդրական ակտերը անտեսվել են վաղուց եւ այսօր էլ անտեսվում են։ Սա չեն ժխտում թե շինարարները, թե նախագծողները եւ թե պետական գերատեսչությունների ներկայացուցիչները, բայց շխտելուց բացի թե էլ ինչ են անում, հայտնի չէ։ Համաձայն էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության գիտահետազոտական ինստիտուտի հաշվարկների եւ տվյալ ինստիտուտի փորձագետ Ռազմիկ Արսենյանի ուսումնասիրությունների, ջերմային կորուստների հաշվարկը 1 քառակուսի մետր արտաքին պատերի համար պատի ջերմադիմացկունության չպահպանման հետևանքով ջեռուցման սեզոնի ընթացքում միջինացված կազմում է 31.54 կիլովատժամ էներգիա։ Հայաստանում բազմաբնակարան շենքերում բնակարանների թիվը գերազանցում է 400,000-ը, կազմելով 27 միլիոն մետր քառակուսի ընդհանուր մակերեստ։ Նշված քանակի բնակարաններն ունեն մոտ 400 միլիոն քառակուսի մետր արտաքին պատեր։ Հաշվի առնելով, որ արտաքին պատերի 1 մետր քառակուսից ջերմային տարեկան կորուստը կազմում է 31.54 կիլովատ, ապա միայն բնակարանների արտաքին պատերի մակերեսից տարեկան կորչում է 1 միլիարդ 261 միլիոն 600,000 կիլովատժամ էներգիա։ Այսինքն նշված չափով էներգիա ջեռուցման սեզոնին մենք կորցնում ենք դրսի թափանցող սառնությունը չեզոքացնելու եւ բնակարանի համար 18-ից 20 աստիճան Ցելսիուս ջերմություն ապահովելու նպատակով։ Էլեկտրաէներգիայի 1 կիլովատի գինը 30 դրամ է, այսինքն կորուստը գումարային հաշվարկով կազմում է 37 միլիարդ 848 միլիոն դրամ կամ 99 միլիոն 600,000 դոլար։ Այլ կերպ ասած, մեր երկրում կատարվող շինարարական սխալների, այն է 1995 թվականին ընդունված ՀՀ շինարարական նորմերը խախտելու պատճառով բնակիչը սեզոնին մոտ 100 միլիոն դոլար է կորցնում լրացուցիչ ծախսելով տվյալ գումարին համապատասխան գազ, փայտ, նավթ, էլեկտրաէներգիա։ Համաձայնենք, որ բնակչության 1/3 աղքատության շեմ ունեցող երկրի համար սա մեծ թիվ է։ Շինարարական նորմեր ունեն sense հատկություն, եթե ավելի sense մոտեցում, եթե կիրառում ես այդ նորմը, ուրեմն նորմում ներառված պահանջը դառնում է տվյալ նախագծի համար պարտադիր։ Եթե չես կիրառում, այդ դեպքում չեմ կարող պահանջել, ինչու չես կիրառել։ Ստացվում է աբսուրդ իրավիճակ, փաստորեն կան նորմեր, որոնց կիրառելը պարտադիր չէ, այսինքն նորմերը սահմանվել են հենց այնպես, եւ հավանաբար հարցը կարող է կարգավորել միայն ազգային ժողովի ընդունած օրենքը։ Այդ դեպքում, եթե մեր կյանքը օրենքներով միայն պետք է կարգավորվի, ինչի համար են կառավարության որոշումները, ինչի համար են նախարարությունները, ինչի համար է ստեղծվել քաղաքաշինության շինվերահսկողության վարչությունը, եթե համատարած խախտվում են նորմերը, բայց նրանք չեն կարող գնալ ու օրինախախտի ձեռքը բռնել։
Խորհրդային ժամանակներում էներգակիրների գներն այնքան ցածր էին, որ փոխհատուցվում էին նշված վնասները ավելի շատ էներգակիր օգտագործելու հաշվին։ Այն գրեթե չէր ազդում բնակչի զամբյուղի վրա, իսկ այսօր էներգախնայողությունը դարձել է աշխարհի թիվ 1 խնդիրը։ Մեր նման երկրում հասարակությունը դեռ պատրաստ չէ պահանջներ ներկայացնելու քաղաքաշինությանը, կառուցվող շենքերի ջերմամեկուսացման կարգավորման վերաբերյալ։ Քաղաքակիրթ երկրներում բնակարան գնելուց առաջնակարգ եւ արժեքի վրա ազդող հանգամանք է համարվում էներգախնայողության ցուցանիշը։ Եթե քաղաքացին ժամանակակից թանկարժեք մեքենան վաճառում է էժան գնով, տնտեսող գնորդը տեսնելով, որ մեքենան ծախսում է 3 անգամ ավել բենզին, քան պահանջվում է նորմայով, երբեք չի գնի այն։ Իսկ մենք գիտենք, որ բնակարանի արտաքին պատը 5 անգամ ավել էներգիա է ծախսում, քան անհրաժեշտ է, բայց գնում ենք ու մնում խաբված։ Սեփական գրպանից հատուցելով նախագծողի, վերահսկողի, շինարարի եւ մյուսների վատ աշխատանքի դիմաց։ Շինարարության ոլորտում թերևս ամենաչարչրկված հարցը նորմերի պահպանումն է, որի խախտումը շինարարություն իրականացնող հերթական օղակների համար սովորական երևույթ է։ Եթե փորձաքննողը հաստատում է մի նախագիծ, որում առկա են նորմերին չհամապատասխանող պատի կոնստրուկցիաներ, ուրեմն փորձաքննական կազմակերպությունն ունի մեղքի իր բաժինը։ Փորձաքննությունը պետք է պարզի նախագծում պահպանված են սեյսմակայունության, հրդեհանվտանգության, բնապահպանության, էներգախնայողության չափանիշները։ Ոչ մեկ այսօր Հայաստանում չի դիմում շենքերը սերտիֆիկացնելու համար, որովհետև դա ծախսեր է, դա աշխատանք է, որը թե կառուցապատողները, թե շինարարները համարում են ու հիմնականում դա կառուցապատողի պոզիցիան է, իր ինչն է։ Իրանք չեն ուզում լրացուցիչ գումարներ ծախսեն։ Երբեմն ճիշտ նախագծված ջերմամեկուսացման նորմերի պահպանմամբ նախագիծը շինարարն իրականացնում է իր հայեցողությամբ, պատվիրատուի պահանջներից ելնելով առանց ջերմամեկուսացման ավելորդ ծախսերից խուսափելու եւ շահույթը մեծացնելու նպատակով։ Համընդհանուր վերահսկողություն եւ փորձաքննություն անցկացնող մարմինները աչք են փակում եւ այդպիսի շենքերը ընդունում են շահագործման։ Չկա Հայաստանում ոչ մի շենք, որն ունի էներգախնայողության անձնագիր, եւ որում փորձաքննությամբ կամ լաբորատոր ստուգումներով որոշված կլինի շենքը պատող կոնստրուկցիաների ջերմադիմադրողականության համապատասխանությունը ընդունված նորմերին, բայց շենքը հանձնվում է շահագործման։ Ճիշտ է, որ շենքերը սերտիֆիկացվեն, շենքերը հավաստվեն, իրանց ջերմահաղորդականությունը հավաստվի, իսկ այդ հավաստումը արվում է Հայաստանի Հանրապետության օրենքով, համապատասխանության գնահատման մասին օրենքն է, որը սահմանում է ինչ ձևերով պետք է լինի փորձարկման լաբորատորիա, իրավասու, իր ոլորտում հավատարմագրված, որը ունենա համապատասխան սարքեր, սարքավորումներ, որոնցով ինքը կարողանա շենքի գնահատի շենքի ջերմահաղորդականությունը, պաշտպանվածությունը շենքի, ինչպես է շենքը ջերմապտիպլավայ զաշիտը զդանի, ոնց է պաշտպանված շենքը։ Այդ կարող անել մենակ հատուկ լաբորատորիան, հատուկ գործիքներ ունեցող, որը այսօր Հայաստանում չկա, եւ չկա այն օրենքը, որը սահմանում է, որ շենքը, երբ որ հանձնում են շահագործման, սպառողին պետք է ներկայացնեն փաստաթուղթ, որը որ կասի սպառողին, ինքը այդ շենքում կմրսի, թե տակ կլինի այդ շենքում։ Չկա այդ ոչ մի բան չի սահմանում պարտադիր։ Այս դեպքում ինչ գործունեություն է իրականացնում քաղաքաշինության նախարարության վերահսկողության վարչությունը։ Փորձաքննություն անցկացնողների ավելի քան 90%-ն ընդհանրապես չի անդրադառնում նախագծի ինժեներական մասին, այլ միայն ստուգում են շենքի համապատասխանությունը հատակագծին։ Բոլորիս համար պարզ է, որ այդ բնակավարում գոնե կաղում ենք։ Ավելի շուտ կա օրենսդրական դաշտ, նույնիսկ այսօր, որ հսկողությունը եւ վերահսկողությունը պետք է իրականացվի, սակայն փաստացի մենք ունենք տխուր իրավիճակ, այսպես ասեմ, այդ բնակավարում։ Այդքան գովաբանված հյուսիսային պողոտան կառուցելիս ջերմամեկուսիչ նույնպես չի օգտագործվել։ Փոխարենը արտաքին եւ ներքին պատերի միջև 10 սանտիմետրանոց օդային միջանցք է թողնվել իբրև ջերմամեկուսիչ, որն էլ չի անցել փորձագիտական քննություն։ Ընդհակառակը, չհանդիսանալով ջերմամեկուսիչ այդ 10 սանտիմետրանոց օդի շերտը արտաքին եւ ներքին ջերմային տարբերությունների հետևանքով առաջացրել է խոնավության կուտակում եւ այդ միջանցիկ տարածքում գոյացել են սնկեր։ Չկա գիտական փաստաթուղթ հիմնավորող, որ ջերմամեկուսացում է հնարավոր 10 սանտիմետր լայնության միջանցիկ օդի միջոցով։ Ստեղծենք մի հատ փաստաթուղթ, դա կլինի տեխնիկայի ռեգլամենտ, տեխնիկական կանոնակարգ, որով կսահմանվի, որ բոլոր շենքերը, գոնե նորակառույց շենքերը, որը նոր սարքվում են, իրանք համապատասխանեն մեր սահմանված մինիմալ պահանջներին, ջերմահաղորդականությունը, իրանց արտաքին կոնստրուկցիաները, պատերը, ծածկերը, համապատասխանեն ջերմահաղորդականության մինիմալ պահանջներին եւ դա լինի պարտադիր, որ ոչ մեկ չկարողանա դրանից ցածր ջերմահաղորդականությամբ կոնստրուկցիաներով սարքի շենք, պատող կոնստրուկցիաներով սարքի շենք։ Այսօր մենք աշխատում ենք այդ փաստաթղթի ստեղծման վրա։ Այսօր արվում է տեխնիկական կանոնակարգ,
որ այդ բոլորը սահմանելու է։ Եվ եթե ամեն ինչ բարեհաջող ընթացավ, 1 տարի կամ 2 տարի հետո մենք կունենանք այդ փաստաթուղթը արդեն կառավարության կողմից հաստատված։ Ամենաուշագրավն այն է, որ Հայաստանում կա ոչ մետաղական հանքանյութերից ջերմամեկուսիչ նյութեր արտադրելու ներուժ։ Հայաստանը համարվում է աշխարհի ամենահարուստ եւ ամենաօգտակար ոչ մետաղական հանքանյութերի պաշար ունեցող երկրներից մեկը։ Հայաստանում կան կազմակերպություններ, որոնք զբաղվում են շինարարության արտաքին պատերի ջերմամեկուսացմամբ։ Եթե Հայաստանում գործում է 3 արտասահմանյան ծրագիր էներգախնայողության ուղղությամբ, որոնց ի դեպ քիչ գումար չի հատկացվում, ինչու նրանք չեն աշխատում այդ ձեռնարկությունների հետ համատեղ։ Պատասխանը մնում է բաց։ Պերլետի հանքավայրերի պաշարը մեզանում կազմում է աշխարհի պաշարների 60%-ը։ Հայաստանի ոչ մետաղական հանքանյութերից ստացվում են ամենավորակյալ եւ էժան ջերմամեկուսիչ շինանյութերը, եւ այն մենք անվանում ենք հայկական ջերմաքար։ Ներկայացնենք մեկ օրինակ. ամերիկյան Corning ֆիրման շինանյութերի համար արտադրում եւ վաճառում է Foam Glass տիպի ջերմամեկուսիչ նյութեր տարեկան $5 միլիարդ չափով, աշխարհի մոտ 35 երկրներում։ Foam Glass-ի 1 մետր խորանարդը Corning-ը վաճառում է 900-ից 1100 եվրո արժեքով։ Բնությունը մեզ տվել է պերլիտ, որից կարող ենք ստանալ որակյալ ջերմամեկուսիչ, չզիջող ամերիկյան Foam Glass-ին եւ 4-5 անգամ նվազ ինքնարժեքով։ Այսօր Հայաստանում կան փոքր կազմակերպություններ, որոնք կարողանում են արտադրել պերլիտյա ջերմամեկուսիչներ փոքր քանակությամբ, 1 խորանարդ մետրը մինչև $150-ից $200 ինքնարժեքով։ Անհրաժեշտ է պետական մոտեցում ոլորտի զարգացման համար, որ հնարավորություն կտա իրականացնել արտադրություն, ինչպես եւ դրանց իրացում, մինչև $2 միլիարդ չափով։ 2006 թվականին Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության միջև կնքվեց միջպետական համաձայնագիր։ Այդ երկրին մինչև 1 միլիոն մետր խորանարդ պերլիտից ստացված հայկական ջերմամեկուսիչ նյութեր մատակարարելու վերաբերյալ։ Պայմանագիրը մնացել է թղթի վրա եւ կառավարությունը հետամուտ չէ պետության առաջին դեմքի ստորագրած միջպետական պայմանագրի կատարմանը։ Խորհրդային տարիներին մինչև 1 միլիոն տոննա տարբեր տեսակի ոչ մետաղական հանքանյութեր են արտահանել, որից Ռուսաստան օրը 75 վագոն արագածի պերլիտ, չնչին գներով։ Խորհրդային տարիներին 14 միլիոն ռուբլի արժողությամբ կառուցվել է Արագած պերլիտ գործարանը, որի արտադրողականությունը կազմում է տարեկան մոտ 500,000 խորանարդ մետր։ Գործարանը 1999 թվականին վաճառվեց $1.4 միլիոն, երբ այդ պահին նրա արժեքը կազմում էր մոտ $40 միլիոն, իսկ 30 հեկտար կազմող լավագույն հանքավայրը 29 տարով տրվեց վարձակալության։ Ամերիկացի շահագործող Grefco Incorporation-ի բելգիական Դիկալիտ մասնաճյուղը առաջին տարում արտահանեց մոտ 50,000 տոննա հանքանյութ, իսկ 2002 թվականին կոնսերվացրեց գործարանը, փակելով Արագած պերլիտի միջազգայնացման ճանապարհը։ Շատ կարևոր է իրազեկված լինելը այս բնագավառում եւ շինարարներին, եւ նախագծողներին, եւ սեփականատերերին, կառուցապատողներին։ Մենք խնդիր ունենք նաեւ այդ կլոր սեղանների միջոցով, նաեւ հեռուստատեսությամբ հավանական է մենք ունենանք նաեւ էլի ելույթներ կոչ անելու, որ մարդկանց կառուցապատողներին առաջերտին չխնայել իրանց միջոցները եւ կիրառել էներգոարդյունավետ տեխնոլոգիաներ, որը այսօր աշխարհում տարածված է։ Կարելի էր մտածել, թե ինչ որ ուժեր միտումնավոր կերպով արգելակում են տնտեսության զարգացման եւ ժողովրդի բարեկեցության բարելավման հնարավորությունները։ Մենք սակայն կարծում ենք, որ պարզապես գործ ունենք հայաստանյան իրականության համար կարծրացած ծուլության, անընդունակության, յուրատեսակ մտածողության, ձևավորված առատավոր համակարգին ոմանց հարմարվածության երևույթի հետ։ Արդյունքում ձեռներեց ու ինտելեկտուալ մի ժողովուրդ աֆրիկյան ցեղի պես դեգերում է խեղճության լաբիրինթոսում։ Ինչ անել, երբ սեփական իշխանության գործունեության արդյունքում հայ մարդն իր հայրենիքում ավելի վատ է ապրում, քան կապրել աշխարհի որևէ այլ վայրում։